Ոստիկան դառնալու որոշումը կայացրել եմ դեռահասության տարիներին եւ ընտանիքիս անդամները մշտապես քաջալերել են իմ կայացրած որոշումը, թե ուսումնառության տարիներին եւ թե աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես աջակցել են ինձ։ Ամուսինս իմ համակուրսեցին է եւ մշտապես ինձ աջակցում է, քաջալերում է, նաեւ երեխայի խնամքի հետ կապված հարցերում է մշտապես ինձ օգնում, որպեսզի կարողանամ հեշտությամբ համատեղել աշխատանք եւ ընտանիք երկու տարբեր բարդ եւ պատասխանատու գործերը։ Ոստիկանության կրթամալիր ակադեմիան ավարտելուց հետո նշանակվել եմ անչափահասների գործերով բաժանմունքում որպես տեսուչ։ Հետագայում նաեւ ծառայել եմ անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում, իսկ 2024 թվականի նոյեմբերի 1-ից համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կազմում ներառվեց տվյալ ստորաբաժանումը, ուստի նշված ժամանակահատվածից արդեն նոր հետաքրքրություններով եւ նոր եռանդով սկսեցի կատարել համայնքային ոստիկանի իմ գործառութային պարտականությունները։ Առավոտյան իմ օրը սկսվում է 8:00-ից, երբ երեխային պատրաստում եւ ուղեկցում եմ զարգացման կենտրոն, այնուհետեւ ներկայանում եմ աշխատանքի եւ ժամը 9:00-ից անցնում եմ գործառութային պարտականությունների իրականացմանը եւ արդեն մնացած աշխատանքներ իրականացվում է ըստ հերթապահության սահմանված գրաֆիկի։ Կարծում եմ, որ որպես համայնքային ոստիկանը պետք է լինի արդարամիտ, օրինապահ, սրտացավ եւ պատվով կատարի իր առջև դրված խնդիրները։ Աշխատանքային գործունեությունն իրականացնելիս քաղաքացիներին օգնելը, նրանց աջակցելը ինձ բավականաչափ մոտիվացնում է, որպեսզի ել ավելի եռանդով եւ ջանասիրությամբ կատարեմ իմ գործառութային պարտականությունները։ Քանի որ համայնքային ոստիկանությունը զբաղվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների կանխմամբ, խափանմամբ եւ բացահայտմամբ, հիմնականում ստանում ենք նման բնույթի ահազանգեր, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցավոր արարքների վերաբերյալ, ընտանեկան բռնությունների վերաբերյալ ահազանգեր ենք հիմնականում ստանում։ Իմ առաջին բացահայտած հանցագործության դեպքը եղել է անձնական ունեցվածքի գողության բացահայտման դեպք։ Հաճախ շատ անչափահասներ եւ կանայք դառնում են ընտանեկան բռնության զոհ եւ նրանց մենք հորդորում ենք, որպեսզի եթե բռնության ենթարկված են կամ բռնության ականատես են, դիմեն ոստիկանություն մեր կողմից դեպքերը արձանագրելու եւ հետագայում նմանատիպ դեպքերը կանխալու նպատակով։ Կարծում եմ արդեն անցյալում է այն կարծրատիպը, որ կանայք ոստիկանությունում չեն կարող աշխատել այնպես, ինչպես տղամարդ ոստիկանները, եւ արդեն ակներև է, որ կանանց դերն ու ներգրավվածությունը ոստիկանության համակարգում բարձրացել է։ Իմ աշխատանքային գործունեության բոլոր տարիների ընթացքում մշտապես զգացել եմ տղամարդ գործընկերներիս աջակցությունը եւ նրանք մշտապես օգնել են ինձ։ Աշխատանքային պրակտիկայիս ընթացքում ավելի շատ զբաղվել եմ ընտանեկան բռնությունների կանխարգելմամբ եւ բացահայտմամբ։ Քանի որ ընտանեկան բռնության դեպքերը դասվում են լատենտային հանցագործությունների շարքին, մշտապես իմ աշխատանքի ընթացքում փորձել եմ բնակիչների մոտ վստահության մթնոլորտ ստեղծել, որպեսզի բնակիչները վստահեն ինձ, հայտնեն բռնության ենթարկելու կամ բռնության ականատես լինելու դեպքերի վերաբերյալ ինձ, որպեսզի կարողանանք աջակցել եւ օգնել նրանց։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ սերտ համագործակցությունն է եւ ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը կարևոր նախադրյալ է աշխատանքի արդյունավետության իրականացման համար եւ ես բնակիչների հետ աշխատելիս իմ ամենօրյա գործունեությունն իրականացնելիս փորձում եմ իմ դրսեւորած վարքագծով, ինչպես նաեւ իմ կատարած աշխատանքով ավելի բարձրացնել բնակիչների վստահությունը ոստիկանության հանդեպ, ինչպես նաեւ քայլեր եմ ձեռնարկում, որպեսզի բնակիչների իրավագիտակցության մակարդակը բարձրանա եւ ավելի ամրապնդվի համայնք եւ ոստիկանություն կապը։ Իսկ խնդիրների վերաբերյալ կարող եմ հայտնել, որ ինչպես յուրաքանչյուր ոստիկանության ծառայող, համայնքային ոստիկանության ծառայողներս եւս մեր աշխատանքային գործունեության ընթացքում բախվում ենք բազմապիսի եւ բազմաբնույթ դժվարությունների, սակայն դրսեւորած պրոֆեսիոնալիզմի եւ մասնագիտական հմտությունների շնորհիվ դրանք հաղթահարելի են լինում եւ ես կարեւորում եմ նաեւ իմ աշխատանքում, որ բացի այդ խնդիրները լուծելուց նաեւ ուսումնասիրվի, վերհանվի եւ վերլուծվի այդ խնդիրներին նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք որ կարող են հետագայում փոփոխվել, վերլուծվել եւ արդեն արդյունավետ աշխատանքի իրականացման համար նախադրյալ հանդիսանալ։ Անչափահասներին հանցագործություններից եւ այլ իրավախախտումներից զերծ պահելու նպատակով ընդհանուր բնույթի կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար այսօր այցելել ենք Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Հերացի ավագ դպրոց։ Կարևորում եմ ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածությունը այն առումով, որ շատ քաղաքացիներ վստահում են հենց կին ծառայողներին։ Կին քաղաքացիները, երբ ենթարկվում են սեռական բռնության, ավելի վստահում են եւ ավելի անկեղծ են զրուցում հենց կին ծառայողների հետ։ Համայնքային ոստիկանությունում աշխատանքը կանանց տալիս է նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ, դարձնում է ել ավելի ինքնավստահ, ել ավելի փորձառու։
Ուստի վստահաբար հորդորում եմ կանանց ներգրավել մեր շարքերը։ Քաղաքացիները վերջին տարիներին ավելի շատ են ըստ ինձ վստահում ոստիկանությանը, ինչը պայմանավորված է ոստիկանությունում լայնածավալ բարեփոխումների իրականացման հետ, եւ համայնքային ոստիկանությունը եւս իր կարևոր դերն ու նշանակությունն ունի ոստիկանության բարեփոխումների մեծածավալ աշխատանքում։ Ինչպես յուրաքանչյուր աշխատանք, ոստիկանությունում այս ծառայությունը եւս ունի իր փոքր ու միջին թերությունները, սակայն երբ սիրում ես աշխատանքդ, թերությունները մատնանշել չես ցանկանում։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։